ինչ որ մի փոքր համայնքում շատ չնչին առավելություն ունենալով սա դարձնում են իրենց համար պլատֆորմ եւ ասում են, որ համայն հայության կաթողիկոսին հոգևոր առաջնորդին, որի նստավայրը ընդհանրապես աշխարհագրորեն գտնվում է Էջմիածնում, այդ մի քանի տոկոս, 1-2% ունենալով, ասում եմ, որ դա, այսպես ասենք, ազդակ էր, որ պետք է վեհափառ հայրապետին փոխել։ Հասկանում եք, ինչ անտրամաբանական խոսակցություն ասա։ Ամբողջ հայության խորհրդանիշը ամենայն հայոց վեհափառ հայրապետը, որը նստում է աշխարհագրորեն Էջմիածնում։ Դուք մի հատ փոքր համայնքում չնչին հարաբերություն ունենալով ասում եք սա ազդակ էր։ Այսինքն այդ ենթադրենք դուք հավաքել եք 51%, մյուսները հավաքել են 49%։ Սա ազդակ է, որ պետք է փոխել։ Բա հասարակության այն մասը, որը չի ընդունում այդ փաստը ըստ էության ձեր տրամաբանությամբ։ Իմ տրամաբանությամբ ընդհանրապես դա կապ չունի այդ ամեն ինչի հետ։ Բայց եթե դուք այդպես եք մատուցում, ստացվում է դուք պառակտում եք հասարակությանը, հա։ Այսինքն ում է պետք ձեր լուծումը, երբ որ դուք ընդամենը 1%-ի տարբերությամբ դուք 51 եք, նրանք 49, այսինքն ստացվում է ըստ էության 50-50, դուք պառակտում եք հիմա հասարակությանը։ Եթե օրինակ, ասենք, ենթադրենք, այսպես պատկերացնենք, որ փոխում եք կաթողիկոսին, գալիս է մեկը, որին այն 50-ը չի ընդունում։ Ինչ է ստացվում, այսինքն դուք ինչ արեցիք։